Դիանա Գրիգորյանի «Գոյամարդ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր զարգացումներն առջևում են։ Սերիալը հիմա մտել է մի փուլ, որտեղ գրեթե յուրաքանչյուր հերոս կանգնած է կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Սերը, վրեժը, ընտանիքը, անցյալի գաղտնիքներն ամեն ինչ խառնվել է իրար և թվում է ոչ ոք այլևս չի կարող հանգիստ շնչել։ Ամենամեծ լարվածությունը հիմա շարունակում է կապված մնալ Հունանի շուրջ։ Տարիներ շարունակ նա եղել է այն մարդը, ում բոլորը վախեցել են, ում խոսքը օրենք է եղել, բայց հիմա առաջին անգամ թվում է, որ նրա կառուցած աշխարհը կամաց-կամաց փլվում է, և ամենավտանգավորն այն է, որ այդ փլուզումը գալիս է ոչ թե դրսից, այլ հենց ներսից։ Ավոն անհետացել է, նրան փնտրում են բոլորը։ Ռոզին զանգահարում է Էռնային, սպառնում, որ ժամանակ է տալիս, որպեսզի Ավոն հետ վերադառնա։ Ինչպես երևում է, Դավիթ պապի սիրտն էլ քար չէ, ու նա փնտրում է որդուն։ Իհարկե, առաջին մարդը, ում նա կասկածում է որդու անհետացման մեջ, հենց Հունանն է, ու առաջին մարդն, ում նա այցելում է, Հունան է։ Բայց Հունանն ինչպես միշտ իրեն պահում է շատ վատ, նա ասում է, որ պետք է ծնկաչոք, շնորհակալություն հայտնի իրենից, քանի որ նա այնպես է արել, որ այդ որդին հետ չվերադառնա։ Իհարկե, Հունանը դեռ չգիտի ինչ է սպասվում իրեն, Ավոն այդքան շուտ մահացողներից չէ։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում արդեն հրապարակվել են տեսանյութեր, որից պարզ է դառնում, որ Ավոն չի մահանում։ Նա վերադառնում է, բնականաբար, արդեն իր ծրագրերով։ Այս պահին Լեայի ու Լեոյի սերը շարունակում է մնալ սերիալի ամենահուզիչ պահերից մեկը, բայց ամեն անգամ պարզ է դառնում մեկ բան՝ նրանք չեն կարող առանց իրար, բայց իրար հետ էլ հնարավոր չէ, քանի որ Հունանը Լեային ուղղակի ասում է, որ նա պետք է ամուսնանա Արամի հետ, չնայած այն բանին, որ կարող է, Լեոն ընդհանրապես կապ չունի հորեղբոր հետ, կարող է Լեոն լավ տղա է, բայց միևնույն է, Լեան պետք է ամուսնանա Արամի հետ։ Սա նշանակում է, որ Հունանը հետ նահանջողներից չէ ու բնականաբար նա ստիպելու է Լեային, որպեսզի հեռու մնա Լեոյից, իսկ դա նշանակում է, որ նոր պայքար է սկսվում։ Բայց Լեոն հիմա ավելի ծանր հոգեվիճակում է հայտնվելու, քանի որ իր փողոցային մարտերի, պարտքերի պատճառով ոչ միայն ինքը, այլ եղբայրներն ու Սարիկը հայտնվում են կռվի մեջ, և Բովայի վիճակը ծանր է, քանի որ հնարավոր է նրան վնասել են։ Բովան հայտնվում է հիվանդանոցում։ Հրապարակված կադրերը վկայում են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, բայց ինչ է սպասվում նրան, արդյոք գաղտնիքը շուտով բացահայտվելու է և բոլորն իմանալու են ով է Բովան իրականում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հենց այս պահին, և թվում է, թե սա դեռ սկիզբն է։ Դավիթ պապի համար էլ այս ամենը շատ ծանր շրջան է։ Մի կողմից Ավոն անհետացել է, մյուս կողմից թոռները հայտնվել են կռվի մեջ ու հատկապես Լեոն հայտնվել է սխալ ճանապարհի վրա։ Վովան հայտնվելու է հիվանդանոցում իրենց մեղքով։ Նա արդեն մի որդուն կորցրել է, հիմա թոռներն են հերթով հայտնվում վտանգի մեջ։ Բայց ամենացավոտը դեռ առջևում է, քանի որ պետք է շատ շուտով բացահայտվի, որ իր որդին Ռաֆը ոչ թե մահացել է, այլ սպանել են, ու սպանել է Հունանը, ում տուն հարս է գնացել Ռաֆի դուստրը և ում տնից հարս են ուզում բերել Լեոյի համար։ Ինչ է սպասվում այս սիրային զույգերին, ցույց կտա ժամանակը։ Ավոյին փորձեցին սպանել, նրան ջուրը նետեցին, բայց Ավոն ջրում էլ հանգիստ չմնաց, ինչպես երևում է, բայց Ավոն այն մարդկանցից չէ, ովքեր այդքան հեշտ անհետանում են։ Հիմա նա վերադառնալու է և վերադառնալու է ոչ թե ուղղակի, այլ վրեժով։ Եվ թվում է այս անգամ նա ավելի սառն է լինելու ու ավելի հաշվարկված։ Նա արդեն հասկացել է, որ Հունանի դեմ միայն ուժով պայքարել չի լինի։ Հունանին պետք է քանդել ներսից։ Հենց դրա համար էլ Ավոյի վերադարձը կարող է դառնալ շատ վտանգավոր շրջադարձ սերիալում։ Շատ հետաքրքիր զարգացում կա նաև Արամի գծում, ինչպես երևում է, Արամն արդեն կասկածներ ունի, քանի որ ամեն անգամ Հունանի մոտ իր հոր մասին խոսելիս, կարծես Հունանը ընկնում է ցնցումների մեջ, իսկ դա բերելու է այն բանի, որ նրա մոտ կասկածները գնալով ավելի խորանան ու շատ շուտով բացահայտվի, որ
Արամի հոր մահվան մեջ Հունանն ունի իր կարևոր տեղը, և սա շատ ծանր հարված է լինելու Արամի համար, քանի որ այս պահին Արամը օգնում է Հունանին իր սև գործերն առաջ տանելու մեջ։ Նա վստահել է Հունանին, ու եթե պարզվի, որ այդ մարդն է կործանել իր ընտանիքը, Արամը բնականաբար լրիվ ուրիշ մարդ է դառնալու, և դա կլինի Հունանի համար ամենավտանգավոր իրավիճակը։ Գրիշոյի ու Մանանի հարաբերություններն էլ շարունակում են բարդ մնալ։ Արտաքինից թվում է, թե նրանք հասել են իրենց երջանկությանը, ամուսնացել են, միասին են, բայց ներսում խաղաղություն չկա։ Մանանը զգում է, որ հայտնվել է վտանգավոր միջավայրում, նա փորձում է հաշտեցնել մարդկանց, հասկանալ բոլորին, բայց դրա դիմաց կամաց-կամաց ինքն է կոտրվելու։ Այս պահին գոյամարտը դարձել է պատմություն այն մասին, թե ինչպես են անցյալի մեղքերը հետապնդում մարդկանց։ Յուրաքանչյուր հերոս փորձում է փախչել իր ցավից, բայց ոչ ոք չի կարող փախչել ճշմարտությունից, և թվում է առաջիկա սերիաներում հենց այդ ճշմարտություններն են պայթեցնելու բոլոր հարաբերությունները։